Բարևներ բոլորին, ես գտնվում եմ Մադրիդում ու որոշել եմ ձեզ ցույց տամ, թե ինչա տեղի ունենում Ռեալ Մադրիդի խաղի օրը Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Այսօր Չեմպիոնների լիգա կա Ռեալ Մադրիդ Մոնակո ու ես որոշել եմ սկսեմ ֆուտբոլային վլոգների շարք տարբեր խաղերից եւ որ թիմը պետք է լիներ առաջինը իհարկե Մադրիդի Ռեալը եւ որտեղից պետք է սկսել Մադրիդի Ռեալի Չեմպիոնների լիգայի մասին վլոգ։ Իհարկե Սիբելեսի հրապարակում։ Եվ այս արձանը իհարկե որը կարծում եմ շատ հետ գիտեք, Կիբելա Աստվածու արձանը Մադրիդի Ռեալի ամեն չեմպիոնությունից հետո այս արձանը զարդարվում է Մադրիդի Ռեալի շարֆով եւ Մադրիդի Ռեալի դրոշով։ Աղին մնացել է մի քանի ժամ, ինձ թվում է արդեն Արբելոյի համար շտապօգնություն են կանչել։ Սիբելեսի հրապարակի 4 ամենագեղեցիկ բաների իրար հետևից թվարկեմ։ Իմ հետևում Banco de España-ն է Մադրիդի գլխավոր բանկը, որը կինոմանները շատերը կհիշեն La Casa de Papel սերիալի 3-ից 5-րդ եթերաշրջաններում հենց այստեղ են տեղի ունենում տուրուդմփոսները եւ խփոցիները։ Կիբելայի արձանը արդեն ասեցի, երրորդը Մադրիդի քաղաքապետարանն է անմիջապես իմ ետևում եւ 4-րդ ամենագեղեցիկ երևույթը այս հրապարակում իմ ետևում կինս։ Չել լսում։ Որտեվ իր սրտով չեր ընդհանրապես տեղ գալը, ասա, չի լսում է, ասա։ Ինչ է պատահել։ Իսկ նայես վլոգը կհասկանաս ես հենց նոր ինչ կոմպլիմենտ արեցի քեզ։ Երկար ժամանակ որոշում ենք ոնց գնանք հասնենք Բեռնաբեու մարզադաշտ ու հասկացանք, որ տաքսիով մի տեսակ երկրպագուական այդ վայբը մենք չենք կարող բռնել եւ որոշեցինք իհարկե ինչպես են գնում ամենասովորական երկրպագուները մարզադաշտ ոդկով, բայց քանի որ Սոնան մրսկանը որցինք երկրորդ մի քիչ ավելի տակ տարբերակ ընտրել, բայց որպեսզի զգանք երկրպագուներ կան այդտեղ թե չէ, մետրոյով իհարկե իսկական ֆանատների նման ու հիմա պետք է գտնենք ամենամոտ մետրոյի կայարանը, որը անմիջապես մեր առջևում է Banco de España, հենց բանկի մետրոյի կայարանից էլ մենք կգնանք Բեռնաբեու։ Իսկ այս հատվածում ինչ-որ տկլոր մարդ շատ լուրջ բաներ է ասում։ Չգիտեմ ինչքանով է կարելի վստահել տկլոր մարդու ասած խոսքերին, բայց մեզ ավելի կարևոր բան է սպասվում Մադրիդի Ռեալի խաղը, հենց որ թողնում ենք չփլախ տղամարդուն եւ գնում ենք դեպի այնտեղ որտեղ պետք է գնանք։ Մադրիդի Սոլ հրապարակում գտնվում է Մադրիդի խորհրդանիշը, ծառի տակ գտնվող արջը, որը ի դեպ կարող է գտնել նաեւ Ատլետիկոյի լոգոին։ Շո բոլորը թռնում են եւ կպնում են արջին։ Կարաս գաս տնաս թե ոնց է փայլում նայ։ Ու մի տեսակ տպավորություն է, որ անկեղծ արջը մի քիչ կաթը ու եմիշը խառնել այս վերջերս։ Կուզես մի հատ կպնես։ Չեն սպეციფიկ հոտ է գալի արջի։ Ովքեր հետաքրքրվում են գներով, 2 հոգու համար վճարեցինք 5.90 եվրո ու հիմա արդեն նախ պետք է գնանք այս երկու կանգառները, սկզբում Սևիլիա, հետո Սոլ, իսկ ընտեղից էլ արդեն փոխենք գիծը եւ գնանք դեպի Բեռնաբեու։ Ես ձեզ ասեմ Մադրիդի մետրոն բավականին նեղ է։ Դեռևս մետրոն չկա ընդհանրապես։ Ֆաներ չկան, մենք դրա համար ենք մտել մետրո, բայց պրոստը մարդիկ են գործից տուն են գնում։ Վերջապես 10-րդ գծի մեջ ենք մենք եւ այն տանում է մեզ դեպի Սանտիագո Բեռնաբեու։ Իմիջիայլոց հենց կայարանի անունը այդպես էլ կոչվում է Սանտիագո Բեռնաբեու, որ շատ հեշտ գտնես, սխալվելու շանս չունենաս անգամ։ Պաշտոնապես արձանագրում ենք մետրոյով գալը խաղի օրը անիմաստ է, եթե ուզում եք ինչ-որ ֆանատական հավես վայբ բռնել, որովհետև ուղղակի մարդիկ են մետրոյում, կամ հենց իմ կողքից գտնվող տղամարդը, երկրպագուները կհասկանան, ով նայում է Չիրինգիտոյին։ Պես փոխեց, իրան էլ չի հետաքրքրում։ Մենք արդեն Սանտիագո Բեռնաբեու կանգառում ենք եւ արդեն այստեղ նկատվեց աժոտաժը, բազմաթիվ մարդիկ Մադրիդի Ռեալի հագուստներով, շարֆերով եւ գուցե նասկիներով, որը մենք չենք տեսնում։ Մի քանի վայրկյանից մենք դուրս կգանք արդեն մետրոյից ու ես ուզում եմ, որ դուք մեզ հետ միասին, եթե Մադրիդի Ռեալի երկրպագու եք, տեսնեք այն էմոցիաները, որը ստանում են երկրպագուները հենց մետրոյից դուրս գալուց, որովհետև մետրոն այնպես է ստացել, դուրս եք գալիս մետրոյից եւ միանգամից Բեռնաբեուն հայտնվում է ձեր ափի եւ աչքերի մեջ, տեսեք։ Ուղղակի հասարակ թվում է թե մետրո, սովորական դուրս ես գալիս եւ պատտվում են գծախ։ Նորին մեծություն Սանտիագո Բեռնաբեու։
Ինչ ես զգում։ Օգնածություն։ Իդեպ Սանտիագո Բեռնաբեուի դիմաց ես ուզում եմ պատմեմ շատ հետաքրքիր պատմություն այսօրվա մասին։ Ճիշտն ասած, քանի որ վերջերս Ռեալ Մադրիդում խառնաշփոթ է ու աժոտաժ է սկսվել, Ռեալի շուրջ ու նաև տոմսերն է շատ բարդ պեղել է Մադրիդի Ռեալին, ամառան Չեմպիոնների լիգայի։ Եվ այս խաղի տոմսերը ինձ իմ շատ լավ ընկերն է օգնել, որպեսզի ունենամ Արմենը ու շատ հետաքրքիր պատմությունով է դեպ օգնել։ Ես ձեզ պաշտոնապես ուզում եմ ասեմ, որ այսօրվա խաղի տոմսերը, չգիտեմ ոնց, բայց մեկ հայերեն ասած չերես մեկ զանգ մեզ տրամադրել է ոչ ավել ոչ պակաս Լունինը։ Լունինը այսօր գոլ խփելու է։ Լունինը ինձ թվում է կյանքում գոլ չի խփելու։ Դու ավելավա Վատա խաղում։ Ավելավա արծա Լունինը այսօր խաղալու է թե չէ։ Կյանքս Լունինը Ռեալ Մադրիդի փոխարինող դարպասապահն է։ Օ, դարպասապահ։ Մի խոսքով գնանք դրանք ինչ տեղեր է պեղել Լունինը։ Գնանք Վինիսիուսի հետ նկարվենք։ Օրո ինչ ա ուզում անի էսի մեզ։ Հոնարվում է քո առաջ։ Իսկ այս հատվածում կտեսնեք այն տարածքը, որտեղ լրագրողները ակրեդիտավորվում են։ Բայց քանի որ մենք լրագրող չենք, գնանք մեր տոմսերով, որպեսզի զբաղեցնենք մեր տեղերը։ Իսպանիայի ժամանակով այսպայն ժամը 18:40 մեզ ասել են, որ 19:00-ին բացվում են Բեռնաբեուի դռները։ Տեսնենք ինչքան վա ճիշտ թե չէ։ Մինչ մենք պատտվում ենք ու սպասում ենք, որպեսզի բացվեն դռները, ես ես մի քանի հետաքրքիր փաստ ասեմ։ Նախ առաջինը հին Բեռնաբեուն հիշողները ու երկրպագուները, եթե ուզում են տեսնել հին Բեռնաբեուն, այսպես գալիս է կանգնեք տակը եւ ամբողջովին երևում է արանքներից հին Բեռնաբեուի բետոնապատ հատվածները։ Տեսնում ես, այնի հին։ Եվս մեկ հետաքրքիր փաստ Մադրիդի Ռեալի Բեռնաբեու մարզադաշտից Բեռնաբեուն գտնվում է անմիջապես շենքերի հարևանությամբ։ Իմիջիայլոց հենց այս պատճառով էլ վերջերս համերգներ չեն հասկացում Բեռնաբեուում, որովհետեւ շատերը գիտեք, պետք է նոր Բեռնաբեուն դառնար նոր համերգների, մեծ համերգների, Եվրոպայի ամենամեծ համերգների հանգրվանը, բայց չեն կարողացել ապահովել ձայնամեկուսացումը եւ այս պահին չի թույլատրվում այստեղ հասկացնել ոչ մի համերգ, եթե տեսնեք ինչքան է հեռավորությունը շենքի, նամանավանդ հիմիկվա համերգները, բարձա որ մարդիկ չեն կարա այդ դմբդմբի տակ քնեն։ Ու սենց երբ որ նայում ես, մտածում ես երկրպագուները, էլի Ռեալի երկրպագուները կհասկանան այդ Magic Night in Bernabeu ասվածը, ու սենց պատտվում ես ու հասկանում ես, թե ինչքան էներգիա կա այս հատվածում ու երևի թե նաև այս բնակելի թաղամասերի էներգիան եւս գումարվում է այդ կախարդական գիշերների համար։ Տեսնենք այսօր կլինի կախարդական գիշեր Բեռնաբեուում, թե ոչ։ Գրիկ, օրինակ ինձ հետաքրքիր է մի քանի բան հարցնեմ։ Կարամ։ Խնդրեմ։ Այս պահին ֆուտբոլիստները հիմա որտեղ են։ Ֆուտբոլիստները արդեն մարզադաշտի ճանապարհին են։ Ոնց ճանապարհին։ Եթե մտնենք հիմա օրինակ Մադրիդի Ռեալի Facebook էջը, կարող արդեն լայվը սկսվել է։ Ձիերով գալիս է։ Օրինակ ես պատկերացնում եմ։ Ձիերով գալիս։ Այսինքն ձիերով են գալիս։ Լավ, դե ես լուրջ հարց։ Երբեք ձիերով են գալիս։ Ձիերով, այսինքն ձի, նստում են ձի գալիս է։ Ֆուտբոլիստները չէ, ոստիկանները ձիերով։ Դու մտածես այդպես Վինիսիուսը բան ձիով գալ։ Բոլորն էլ այտենց մտածեցին, որովհետև դու ասում ես ձիերով են գալիս։ Լավ, բայց ես մտածում եի օրինակ իրանք ասենք ցերեկվա ժամից այստեղ են, պատրաստվում են, հաց են ուտում, ասենք հանգստանում են, ոնց որ Չէ, դա մենչը բազայում է։ Համախմբված դիսցիպլինա են պահում, էլի։ Բազայում են այդ նույնը, իրանց մարզաբազայում։ Բազար չէ, բազարում են անում, դու իմացար, հա։ Բելինգհեմին ձուկա ծախում էսա գա։ Ասեցի բազա։ Բազապ, բազազ Արտեմի մոտ։ Լավ, մյուս հարցը։ Չեր ուզում, Վինիսիուսը քաղաք չեր ուզում։ Այսօր ինչ են կերել ֆուտբոլիստները։ Արդյոք սահմանափակում կա, ասենք յուղոտ, ճենջոտ։ Ասեմ ես Ռեալ Մադրիդի երկրպագու եմ, ոչ թե դիետոլոգ։ Հապես դու դա պետքա պարտավոր ես իմանաս ֆուտբոլիստների այսօրվա ուտելիքի ցանկը, մենյուում այսօր ինչ է կարելի որ լավ վազեն։ Քո սիրած երգիչով։ Ինչ չի կարելի որ լավ վազեն։ Քո երգիչով։ Chris Brown-ը։ Chris Brown-ը այսօր ինչ է կերը։ Այդ ուրիշ։ Ոնց է ուրիշ, ապա դու էլ ինչ երկրպագու։ Ասա։ Օրինակ համերգների ժամանակ ինքը անպայման շատ երկար warm-up-եր է անում, որ կարողանա բարձրանա բեմ։ Այսինքն նախապես տաքացնում է իր մարմինը։ Օրինակ ինչով։ Օղի։
Ոչ։ Բա։ Մարմնամարզություն։ Շարժումներ, Գիմնաստիկա, նո՞, բարեր, համերգից առաջ։ Անլուրջ ես։ Ասենք օղակա ֆրծա։ Չեմ հարց տալու էլ, всё։ Յանքս, բայց անկեղծ Դու քեզ հիմա արդարացնում ես, բայց ֆուտբոլիստների ցենց ասեմ, կարող եմ մի հատ երկրպագու աշխարհում գտնենք, ով գիտի, թե այսօր ինչ են կերել ռեալի ֆուտբոլիստները։ Չէ, դու նայ, ես չեմ ասում այսօր ինչ են կերել, ինչ են սովորաբար օգտագործում ֆուտբոլիստները։ Ապրես, դե պատասխանի։ Պաստա։ Այսինքն այսօր հնարավոր է իրան կերել են արաբիատա։ Այո, հնարավոր է։ Ահա, արաբիատա։ Սունկը բացառենք հնարավոր է թունավորվեն, դրա համար չի թույլատրվում երևի սունկը։ Չեմ կարող այդ ասել։ Ես կարող եմ։ Դու կարաս ուրեմն ասել։ Ես կարող։ Օգտագործել են ջրի համապատասխան չափաբաժին հաստատ։ Չափաքանակ։ Օրինակ ես այսօր մի կում ջուր չեմ խմել։ Դե դու ֆուտբոլիստ ես, կարաս քեզ այդպեսի անառողջ բաներ թույլ տաս։ Այո, մի կում ջուր վերցնենք, էլի նախ։ Մի կում ջուր։ Մի կում չեմ վաճառում, պետք է ամբողջ շիշը գնես։ Թարսա էլի։ Բայց այստեղից գրեսից ջրերը, չէ, ես փակ ջուր է։ Մի խմելի է, դա ի՞նչ խմե, մեջի գույնը էլ է ջրի։ Okay, արի։ Նայեք ինչա կատարվում։ Madrid, Արի։ Hala Madrid, in Adamas։ Արես Մոնակոյի ֆանատներն են։ Այս շաշավստն է։ Արգանքը երկրպագուները ոնց են կանգնած ուղղակի նայում մրցակցի երկրպագուներին։ Բա դու քեզ թշնամի ասում այդ դեպքում։ Ես հայ եմ։ Այս երթը մեզ տանում է արդեն թեթև երևում է Բեռնաբեուն։ Կպայի մեր տոմսերը մենք կմտնենք Բեռնաբեու։ Ես ճպամ։ Ես սպասեմ Սոնային, հակառակն է այսօր։ Ինչ-որ քոնը չաշխատի։ Ինչ ողում է։ Անկեղծ վախենալու է թվում այս հատվածը։ Շատ անկեղծ։ Ինչ ես անում։ Մտովի պատրաստում ռեալի խաղին։ Մտովի չէ մենակ։ Օրոսոյ, սայրատկես։ Լավ չի։ Սենց գնալու ես խաղի։ Գիտես ինչ է զայրատկես 1։ Խի։ Որտեվ Երևանի պես օգտագործում եմ հեռախոսս։ Իսկ գիտես ինչ եմ Երևանի պես օգտագործում։ Որովհետև բան եմ բացայտե, իրար ենք դե բացայտե, բայց ուզում եմ բոլորին ասեմ, էսի գովաս չի։ Ուրեմն որ գնում եք Հայաստանից դուրս, կապ չունի որ երկիր, քաշեք Velo Yes-ին հավելվածը։ Մի ասա թող մենակ մենք իմանանք։ Մենակ մեր ինտերնետը լավ աշխատի։ Velo Yes-ին, նայեք, այս Velo Yes-ին մտնում եք, ուրեմն աշխարհի բոլոր երկրներում ինտերնետ կարաք ունենաք շատ էժան գներով ու ամենակարևորը որ այս app-ը ինչ եմ ես քաշել, բացի այնց որ լավն է, էժան է, արագ է աշխատում, քաշել եմ նրա համար, որովհետև հայկական է ու իմացել եմ որ ոչ մի ինֆորմացիա բան չի կարա իրանց գնա, այդպես անվտանգ է էլի։ Ասենք ուրիշ երկրներին քաշում ես, կոսաղ ինֆորմացիաները գնում է շատ իմանաս որ երկիր։ Օրինակ համար ասենք թռնում ես, ուր ասեմ, թռնում ես օրինակ Եգիպտոս $399, ճոգում ես Ֆրանսիա $399։ Ուզում հասկանամ ինչ ես անվճար Գովազդանում։ Վրաստան $399, որտեղ իրենք անվճար ինտերնետ են տալի, դա տակ են տալի, լուրջ եմ ասում։ Աջա ոնց կարելի է լավ Հավայիում $399 տալ, ասեցի Հավայի գինա։ Նենց եմ ասում, ոնց որ ես մամային չէի ասում, որ քաշի երեք։ Ճոգում ես Ճապոնիա $399, արդ չասենք խոսքի Լիխտենշտեյն $399, պատկերացնում ես, ասենք, չգիտեմ, Մոլդովա $399, Մարոկո $399, Նեպալ $499, Դե լավ, բայց մի հատ բան եմ ուզում համեցուց տամ։ Հիմա մարդիկ ասում են ինչա։ Ուզում եմ ցույց տամ, գիտես ինչ։ Ինչ։ Ուզում ցույց տամ ինտերնետի արագությունն նայեք։ Почему самолеты не летают над Тихим океаном? Опасная погода. Արագություն։ 10 тысяч. Так как это будет намного опаснее. Կապավելու ես իմ։ Ովքեր գալ են Բեռնաբեու հետաքրքրում են անց գները, այս առևտուրը գումարած այսպիսի երկու հոտ-դոգ արժացավ ընդամենը 37 €։ Բեռնաբեուի համար կարծում եմ թանկ չի։
Դելենկերներ եկավ այդ պահը։ Մեր առջևում է Սանտիագո Բեռնաբեու։ Այս եզակի մարզադաշտերից է, ինձ թվում է, որ ոնց որ հեռուստացույցով է մի բան էլ ավել է, որտեղ այն ամեն ինչը տեսնում ես, ոնց որ իրական չլինի։ Ու երևի այս ամենավերևի տեղերից ամենալավն է երևում իր մեծությունը, իր հզորությունը, թե իսկ այստեղ հարմարված ենք մենք։ Իհարկե երկրպագուների սուլոցների ներքո խաղադաշտ դուրս եկան Մոնակոյի ֆուտբոլիստները, իսկ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներին դեռ սպասում են։ Անգամ մրցավարներն են արդեն մարզվում, իսկ Ռեալը դեռ չկա ու չկա։ Ֆուտբոլիստները արդեն հանդերձարաններ, իսկ հիմա կսկսեն ողջունել արդեն Ռեալի ֆուտբոլիստներին, մենք հասկանանք նրանք ում են ամենաշատը ծափարելու։ Ֆանատները ահագին ուշանում են, բայց կան նաև շատ տարօրինակ երկրպագուներ, օրինակ այս մարդը, ով է այստեղ նստած, հենց հիմա նայում է Մադրիդի Ռեալի ու Ատլետիկո Մադրիդի կանանց թիմերի հանդիպումը։ Կան շատ հավատարիմ երկրպագուներ։ Լեգենդար մեկնաբանը սկսեց։ Կոստանդինո! Մոպե! Սեբալյոս! Գարտիա! Ես է չգիտեմ ով է։ Չգիտեմ ես ով է։ Y llega definitivamente el pasajero en este sensacional gol de Hendrik. Un conquistado que vale un campeonato. Ժամանակակից մարզադաշտերում իհարկե միշտ շոու է լինում այս ձևի լուսային խաղերից առաջ ու հիմա ցույց են տալիս քանի հատ Ռեալը Չեմպիոններ լիգայի ախտե ու ոնց ախտեն է 8-րդը երկիդ է Զոնան գիտի ես երկը Չեմպիոններ լիգայի 9-ը միանում վարկյաններ անց խաղը մի անգամից Մոնակոն սկսեց առաջ գնալ ընթացքում հետաքրքիր բայրի կմիանան լռություն է մարզադաշտում լռություն որպեսզի պատկերացնեք լռության աստիճանը հիմա Սոնայի հետ շշուկով խոսա Սոնա կլսից ծափեր են հազվադեպ լսվում շատ վատ Կիլիան Մբապեն առաջին գոլը խփեց ու հուսով եմ այս գոլը գոնե մի քիչ կշարժի Մադրիդի Ռեալի երկրպագուների անշարժ կներեք բերանները։ Սոնան այրքում։ Կոստանդինո Մադրիդը երկրորդ գոլը խփեց, ավելի ճիշտ էլի Կիլիան Մբապեն ու ասա որ մարզադաշտում լռություն է Մենակ գոլերի ժամանակ է ուժեղացել ձայնը ու մեկ է վտանգավոր բայրի որից մեկը հիմա է Այս իսպանական վլոգը մի պահ Երևանից ընդհատեմ ու ուզում եմ ասեմ որ եթե մարդիկ կան ովքեր Իսպանիայից են մեզ նայում ես գալիս եմ իմ ստենդափով Իսպանիա Բարսելոնա եւ Վալենսիա մայիսի 2-ին Բարսելոնա մայիսի 3 Վալենսիա տոմսերն եք ուզում ներքևը կա լինքերը պատվիրեք եկեք սպասելու եմ բոլորից սուպեր գրիկ սուպեր ստենդափ 2 ժամ ամեն ինչ Հայաստանի հայերի ու հենց ձեր մասին հատուկ ադապտացված սպասելու եմ բոլորիդ Ու էլի մի հատ կարևոր բան քանի որ ես YouTube-ս վերակենդանացնում եմ վաուզ ոչ մի բան չի գցել շատ կարևոր է որ դուք այս վիդեոն լայքեք Ձեզ այս մի վարքան է տանում լայքեք մի հատ կոմենտ գրեք օրինակ կոմենտում գրեք ասենք հաջորդ անգամ կուզեիք որ խաղին գնայի ու որ մարզադաշտ գնայի ու անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին դրանով շատ կօգնեք որպեսզի վիդեոներ էլի լինեն
Մերսի շատ։ Մենք անգամ ամենավտանգավոր պահերից ժամանակ սենց հազվադեպ աղմուկա, որպեսզի հասկանաք, տեսեք, Ռեալը անկյունային է իրացնում Ռեալ Մադրիդ, շատ լռություն է։ Մենակ Սոնանա ձեներ անում։ Ռեալ Մադրիդ, ալե։ Այ Ես ես ամեն ինչը ճիշտ ասած կապում եմ դրա հետ, որ Մադրիդի Ռեալը վաղուց լոկալ թմից վերածվել է համաշխարհային շատ մեծ բրենդի ու ոնց որ մարդիկ գնում են, չգիտեմ, Disneyland, այդպես գալիս են Մադրիդի Ռեալի խաղերին, ու ասենք պայմանական, չգիտեմ, Լիվերպուլի օրինակ դաշտում խաղերը շատ ուրիշ ձև են անցնում։ Սպասենք երկրորդ խաղակեսին։ Մինչև երկրորդ խաղակեսը կսկսի, ուզում եմ ես ձեզ ցույց տալ, թե ինչքան ուղիղ է այս թեկությունը ու պայտակ անգամ վախենալու է հում նույնը աստիճանների մասին է իհարկե Մադրիդի երկրպագուների կատարյալ լռությամբ երկրորդ խաղակեսը սկսվեց իսկ հիմա ինչ ձայն լսում եք մենակ Մոնակոյի երկրպագուներն են Իմ սուպեր գրիգ ստենդափի ժամանակ, երբ որ դալեջի հետ խոսում եմ, երբեմն ավելի ուրախ, ակտիվ ու բարձր ձայների մթնոլորտա, քան հենց հիմա, չգիտեմ, մի քանի տասնյակ հազարի հասնող Բեռնաբեու։ Կերան։ Կամավինգան է թողնում խաղադաշտը և Arda Güler, Carvajal. Y entra con el 20, Fran García. Fran García. Y con el 2, Dani Carvajal. Ու էլի լռություն։ Մադրիդի 6-րդ գոլն էլ տեսանք։ Ձեզ այս մրցաշրջանում Ռեալը մինչև ուր կհասնի Չեմպիոնների լիգայում։ Երկրպագուները կամաց գնում են, որպեսզի հերթերից խուսափեն։ Այս խաղի շրջանակներում հրաժեշտ ենք տալիս Սանտիագո Բեռնաբեուին 6-1։ Մոնակոյի երկրպագուների դուրս գալու համար մեզ ասեցին շուտ գնացեք, որ ֆրանսիացիները դուրս գան։ Հիմա դուրս գանք, տեսնենք դուրսը ինչա կատարվում, դուրսը։ արագ գնանք, որ կրվի մեջ Հո, այն մարդ գնանք անշար հասնենք մեր տները, հո, կասեր իմ ընկեր Մկո Քեբաբչյանը, ողջունում եմ իրեն եւ ասում մի նախանձի ապեր, ինչ անեմ Մկոյի համար մի հատ Սանտիագո Բեռնաբեուում, ասեմ, մի հատ Մկոյի խաթր Սանտիագո Բեռնաբեուում մի հատ Մկո Քեբաբչյան։ Զուտ նվեր քեզ։ Հենց նոր Սոնայի հետ խոսում ենք, թե ինչ արագ մտանք մարզադաշտ ու ինչ արագ դուրս եկանք, անկեղծ եմ ասում։ մոտավորապես ինչքան մարդ է տեղավորվում 80,000-ին մոտ։ Չէ, լուրջ, Հա։ հիմա 80,000 մարդ կա ստեղ։ Նույնիսկ պրոբկա չկար, արագ դիտել ենք արագ եկել։ Սոնան մտածում էր հանրապետականի նման ալնելու, Պորտուգալիայի խաղին քանի ժամ չէինք մտնում։ Ընդամենը 14,000 հոգի ժամերով չէին մտնում, մենք ասա որ սենց ուղղակի քայլելով այսպես մտանք, այս ձևի քայլելով էլի չանք, այսինքն դրսից մինչև մեր տեղեր նստելը տևեց մոտավորապես 2 րոպե, դրսից փողոցից, այսպես փողոցից ուղղակի։ Եվ նույնն էլ դուրս գալուց։ Վերջի անգամ մենք այդ ձևի արագություն մեկ էլ տեսել էինք, երբ որ գնացել էինք Crypto Arena NBA-ի խաղի, հիշում ես ինչ արագ մտանք էլի։ Մինչև ավարտելը ուզում եմ ասեմ, որ կա գաղափար YouTube-ում գցելու Բեռնաբեուի տուրը, այսինքն ոչ թե խաղի ժամանակ, այլ հանգիստ շրջենք Մադրիդի Ռեալի մարզադաշտում, Մադրիդի Ռեալի թանգարանում, տեսնենք Չեմպիոնների լիգայի բոլոր գավաթները ու պատկերացնում եք էլի ինչեր կան։ Եթե կոմենտներում լինեք ակտիվ, եթե այս վլոգը հավաքի, հեշտ բան եմ ասում, 1000 կոմենտ կլինի Բեռնաբեուից տուր, դու Սոնա ջան հանդիպելու ես այդտեղ լեգենդար ակումբի լեգենդար հաղթանակներին։ Դուք կոմենտներ գրեք, իսկ մենք եւ Բեռնաբեուն ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Կոմենտներում նաև գրեք ձեր դուրը եկավ այս ֆորմատը, շարունակելի լինի թե ոչ։ Իսկ մենք հրաժեշտ ենք տալիս։ Դուր եկավ, այո։ Դու դուր եկավ քեզ, դե կոմենտ կգրես։ Չի նման էր։ Հա։ Մտեք տեսեք, էլի Սոնան կոմենտ գրել է, թե չէ։ Մի խոսքով մենք արդեն հրաժեշտ ենք տալիս Բեռնաբեուին եւ հրաժեշտ ենք տալիս ձեզ։ Կհանդիպենք էլի։